նշանակ եւ հասանելիություն, այ որ ասում ենք առողջապահական ծառայությունների հասանելիություն, հենց դա նկատի ունենք։ Հիմա ասենք ինչքան լավ է կապանում, որ լավ կլինի շատ ավելի զարգացած ունենաս օրինակ աչքի վիրահատության ենթադրենք մասնագիտացած մի հատ շատ ուժեղ կենտրոն ունենաս։ Այդ ամբողջ աշխարհից էլ կգանա, Իսրայելը գնում վիրահատում են բոլորը։ Այդ Իսրայելը որտեղից Իսրայել տենց դարձավ զարգացած։ Դա մայրաքաղաքում չի էլի Իսրայելի հաստատ։ Իհարկե, մեխանիզմներով պետք է զարգացնել։ Այդ նաև միջազգային առողջապահության բնագավ մարդը առողջության հետ խնդիր ունի ոչ միայն Հայաստանից կգան, ուրիշ երկրներից կգան, այդ նպաստի բիզնեսի զարգացմանն էլ, հյուրանոցները կշատանան։ Մենք բժշկության ոլորտներում կան բան այդպես նեղ մասնագիտական ոլորտներ, որոնք նույնիսկ туриզմի բան ունեն։ Պոտենցիալն են, բժշկական туриզմ հասկացողությունը։ Բժշկական туриզմ, այ ես մտքից չէր գալիս այդ բանը, ճիշտ է։ Բժշկական туриզմի շատ մեծ պոտենցիալ կա, որովհետև բժշկության նեղ մասնագիտական ոլորտներ կան, որ մեր մոտ շատ զարգացած է։ Ամեն ունեն ապագա։ Դեռև համաձայն եմ։ Եվ մենք ունենք այդ պոտենցիալը։ Հետո գիտեք, մենք ունենք այդ պոտենցիալը։ Մենք այնքան հզոր բժիշկներ ունենք, չէ՞, ամբողջ աշխարհում ճանաչված։ Հիմա այս ապահովագրական խնդիրը։ Բարև ձեզ։ Արտաքին ցած։ Բարև ձեզ։ Լավ է։ Միշտ։ Այդ մեջից շատ մեծ է։ Մի ամսվա ընթացքում մի մարդ պոլիկլինիկայում հերթագրվել է, 6 բժիշկ աշխատանքից ազատվել էր։ Մի ամսվա ընթացքում ինքը չէր կարող իրար հերթում սպասել։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Սալուտ։ Բարև ձեզ։ Սալման Թաթյանն եմ։ Ողջույն։ Նորմալ։ Մեր ծրագրերին խնդրենք ծանոթանաք որոշում կայացնելու հեսը։ Բարև ձեզ։ Լավ, դուք։ Բարև ձեզ։ Հա։ Հետո այսօր մեր բժիշկների ու ուսուցիչների հետ կապված մի հատ շատ հրատապ փոփոխության ենթակա բան կա։ Նայեք, բյուրոկրատական աշխատանքի մեջ են մցրել, ուսուցիչը, բժիշկը իրենց գործը անելու փոխարեն ամբողջ օրը տվյալներ են մուտքագրում։ Այս տվյալը մուտքագրեն, այն մի համակարգ է, պետական մարմինը գալիս է իր պահանջն ամեն մեկը ներկայացնում, մենք պետքա մարդկանց ազատենք, բժիշկներին էլ, ուսուցիչներին էլ այդ բյուրոկրատական քաշքշուկներից։ Ոնց պետք է լուծումը տանք, վարչական աշխատանքի համար պատասխանատու մարդկանց աշխատանքի ընդունենք ավելի շատ, որ բուժաշխատողը կատարի միայն իր մասնագիտական գործը, հա, որ չտուժի։ Օրինակ ես արտասահմանում երբ միջազգային բարեփոխումների ծրագրերում էի, Եվրոպայում եմ մասնակցել ղեկավարել, ինչ էինք այնտեղ ուշադրություն դարձնում ամենաշատը։ Արդյոք բժիշկը ներգրավված է իր ժամանակի որ ինչ մաս է տանում այդ վարչարարական ոչինչ չտվող աշխատանքը գլխացավանք։ Հետո գիտեք մի բան էլ կա։ Երբ որ դու ուսուցչին ու բժշկական բուժաշխատողին մտցնում ես այդ գործի մեջ, դու իր վրա դնում ես պատասխանատվություն։ Ոչ մի բանի համար ասում հետո այս տվյալը ինչի է այս թիվը սենց գրել են հարցը, ամենը բժիշկը թողում է իր բան ու գործը։ Սա դու մասնագետին պետք է թողես ինքը իր մասնագիտական գործը անի, որտեվ եթե դու թվեր ես ուրիշ բաների մեջ ես մտցնում, հետո սկսում է ինչ ես այս թվերը գրել, այդ մարդկանց քաշքշում են, տանում են ստեղ, տանում են։ Կառավարումն ու վարչարարությունը եւս մասնագիտություն է, մարդիկ սովորում են որ դառնան գործի կազմակերպիչներ, կառավարիչներ ու մասնագետներ։ Եթե դու մասնագետին ծանրաբերում ես վարչարարության, այդ նշանակող մասնագիտությունները խառնում ես, էլի։ Գիտեք նաև, հա, ներողություն։ Ինչքան այս պոլիկլինիկաներում ինչքան շատ սպասած բժիշկը, այսինքն շատ մեծացել է այս ծավալը։ Այնքան իր ողջունությունը իջնում։ Այս մի բան կա, որ այս պոլիկլինիկական հաստատություններից փորձում են մարդիկ դուրս գալ պրոֆեսիոնալներ, գնում են մասնավոր սեկտորներ։ Այսինքն այս ապահովագրական համակարգի առաջի այդ բանը մենք արդեն տեսել ենք։ Որ պրոֆեսիոնալներ լքում են։ Այսինքն բաժակը լցված է։ Ինքը որևէ կերպ հաշվարկված ծրագիր չէր այս ապահովագրությունը։ Գործում է գնում է կոնկրետ։ Նախընտրական քարոզություն։ Միանշանակ նախընտրական գործիք էր սա։ Առողջապահական համակարգը լրիվ ներսից պայթացնում է։
բաների վրա, այստեղ գործող է սկեթաներ։ Տեսեք, սա էլի հələ որ գնում ենք արմատին, փորձում ենք հասկանալ լավ ինչի՞ց է սա։ Այս է նրանից, ինչ են այս ամեն ինչը անում, որ քաղաքական իշխանության համար ապահով բարձիկներ ստեղծել։ Ունենա, այո, ուսուցիչներ, բժիշկներ, որոնք իրենցից փորձեն կախվածության մեջ գցել բուժ հաստատությունները։ Չէ, Այն մասնագիտական այո։ Դրա համար պետք է իշխանություն, որը նախ էս մասնագիտական լուծումներն է ճիշտ պատկերացնում, երկրորդը մարդկանց ճնշելու հույսի չի ապրում։ Թե ինչ անպայման որոշումների կայացնելու։ Մտքովդ չի անցնում, որ այդ իրանց վրա այդ ազդեցությունն ունի։ Մասնակցային անպայման։ Մեր ծրագրի հիմնական բաներից է, հիմքերից է, որ օրինակ բժիշկը պետք է մասնակցի առողջապահության քաղաքականության մշակմանը։ Ուսուցիչը մանկավարժական բնագավառի ու այդպես շարունակ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, ոնց եք։ Ուրախ ենք տեսնել։ Լավ, փառք Աստծո, ձեր մոտ։ Փոխանցենք ձեր ծրագրից, հա։ Շնորհակալություն։ Հիմա տես Աստիկ ջան, ախր հիմա ոնց է։ Թղթերի վրա կա, իբր նախատեսած, բայց պրակտիկայում ոչ մի ձև չկա, ոչ մի ձև։ Ու տավոները ուսուցիչների, որ այսքան արժեզրկվեց ուսուցիչ գիտեր, այս մարդկանցը այդ բովանդակությունը չապահովելով, իրենք այդ ապստավորման ամբողջ ընթացքը, որ իրանց մասնագիտական աճ չի տալիս ստեղծած, բայց շատ ուսուցիչները արժեզրկված զգալով իրաց, ուղղակի համակարգ փոխեցին, հեռացան, որտեղ իրանք չեն կարողանում գնալ իրաց աշակերտների աչքի ունեն, եւ օրինակ չեն հաղթահարել։ Այստեղ խնդիրը ուրիշ է, բայց խնդիրը նաեւ ուրիշ է, այստեղ որ հետո այդ ուսուցչի աշխատավարձ բարձրացնելը որպես ողորմություն են նայում, որ sense բան են գցել են ուսուցչի դեմ այդ արժանապատիվ մասնագիտական վստահությունը, ոնց որ բան են անում, հեղինակությունը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Չէ, չենք կխնդրենք Ժորժ ջան, մի քիչ եկում տա, հա։ Ոնց եք։ Բարև ձեզ։ Լավ, Ես մեկը ոչ, ես ոյ, ոնց եք, ուրախ եմ շատ։ Բլոդ ես կանամ, պրոբլեմ չկա։ Հա, մեր թիմից ես չեմ։ Բլոդի պատասխանատուն ես եմ մեր թիմից։ Հայրիկին է բարև։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ուրախ եմ շատ տեսնելու համար։ Լավ, դուք։ Բանի եղանակը կյա։ Այո, ընտրական, հա։ Տեսակ ինչ կարգին տղային բերեց ձեզ մա։ Ես Արման Թաթոյանն եմ։ Ձեզ Այսպես։ Միշտ ելք ունենում։ Հա։ Մարդու իրան։ Այո, ահա։ Այն ջան։ Ես եմ, ես եմ։ Վա, ես եմ, այդ նկարի վրայինն է ես եմ։ Արխային, չէ, դուք նստեք ես։ Տարբեր, հա։ Ես եմ նստած։ Հիմա տեխնատությունս առաջադրել ենք, տեխնատությունը մեր ներկայացել ենք իմը վարչապետի տեխնատության համար։ Հա։ Շատ հաճելի կներ։ Հա, կուզեիք այս մարդը վարչապետ լինի։ Ոչ չէ ուզում։ Բլոդի ոնց ես։ Պատրաստել պատմության Ծակմանը զրուցան։ եւ միջազգային իրավունքի Հաճելի է։ Ես վաստակաշատ մասնակից։ Այդս է։ պատիվ, պատիվ, ձեզ աշխատանքին։ Բլոդ չէ։ Դուք եք երիտասարդ, չի երիտասարդ եք, Ուրեմն ես անցյալ տարի մայիսի 9-ին մեր երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանների հետ հանդիպում կազմակերպեցի։ Վետերաններից մեկը 104 տարեկան էր։ 101 տարեկանում որոշել էր մասնագիտություն փոխել։ Եվ նկարչությամբ էր սկսել զբաղվել 101 տարեկանում։ Ցենց ուղղակի շշմած, ասում ես հալալա, ամեն առումով տեսեք հələ, համ պատերազմ էր մարդը անցել, այդքան դժվարություններով։ Այս մեր հայերը ինչ ուժեղ կան, ինչ զորեղ կանան լինել, ու հələ մասնագիտություն էր փոխել։ 6-ը։ Տեխնատություն։ Չէ, մեզ, ես եմ դառնում ձեր տեխնացու։ 6-ը։ 6-րդ համարը։ 6-րդ համարը գիտեք, չէ՞ ինչ աստվածային թիվ է։ 6-րդ օրն է, որ Աստված մարդուն ստեղծել է։ Գիտեք։ Մենք համարում ենք դա մեր համար ուղերձ, մեզ համար ուղերձ, որ մենք պետք է այդ առաքելությունը հետներս անպայման աշխատելու, որտեղ
Ես քանի օգուտ ես որոշ կաշատ եմ։ Դե շատ էլի շատ է։ Բոլորի բոլորի աշխատությունիկում են մենք շատ Միայն հաջողություն ունի, քվեներ շատ։ Ասեք, մենք ձերազգանում չէ։ Պարոն Հակոբյան ջան, մենք հիմա շատ մենք հիմա արդեն շեմա հաստահարում ենք։ Բան իսկ երկա ահագին ժամանակ արդեն։ Հիմա մենք պետք է ինչքան շատ բան ստանալ, ինչքան շատ ստանալություն ընդգրկել։ Ասեք պարտամենտի գոնե։ Այո, չէ, բայց մենք վարչապետ չենք։ Հա, համասեք Այո, առաջընթաց լինելի, խոսքը դրա մասին է։ Առաջինը կապանություն։ ես չէ, բայց մենք գնացել ենք ծառայել։ Պատերազմի ժամանակ հետո համարները գալիս Կապանի ոլորտում համարը եղել է։ Տրական նեղամասի ղեկավարը եղել։ Կապանի շատ գույներով եղել։ Ասկայի գովետով, քաղաքապետի շատ դերերով, Հիմա մեր քաղաքացիների հետ խոսենք շատ հաճելի է դրանք։ Ահա, վեց է, էս էլ մեծ գրված։ Մենք մեր վաստակաշատ մանկավարժների համար էլ շատ ծրագրեր ունենք։ Ով որ կուզի վայելի հանգիստը, թող վայելի է։ Այդքան ստաժից հետո, բայց ով որ կուզի աշխատի, պետքա ներգրավի պետությունը ֆինանսավորմամբ հատուկ, պետքա ներգրավի մեր ոչակի անցած մանկավարժներին պատասխան սերնդին կցելու գործին, ջահելների պատրաստելու գործին, որ նիստ ու կաթ սովորեն մեր մեծերից։ Ինչքան կարևոր է։ Հիմա ձեր այս կողքը նստած նիստ ու կաթ ես սովորում, մարդու խոսք ես, մեծական խոսք ես լսում, ավելի լավ ես քեզ զգում։ Իմ մայրս էլ 4 տարի հայրենական պատրաստի մասնակցի։ Գապանում Եվ ճարտարան, երեք քաղաքաշ, երկե հրատարակվել։ Երեք գրքերում իմ մամայի նկարը եւ կենսագրությունը։ Տեսնում եք ինչ լավ է։ Հայտի ոնց ջահելները չիմանան երիտասարդները, որ ավելի բանում Ռուսաստանում մի դոկտոր Փրկուսովկին է բանում քերթում գրել է որ որտեղ էլի Անահիտ Դավթյան ազգանուն այդպես է որտեղ տեղադրի։ հանդիպենք էլի այդտեղ ուզում հիշում են իրենց ընկերները տեսնում եք ինչքան կարևոր է։ հա անցելա բանի բացի հիշում են իրենց էլի որտեղ է եղել Ուղղեն Բաքվից է գնացել 21 տարեկանում ճանապարհի տակ։ Կարող տեղափոխվեք, ստեղ նստենք բոլորով խոսենք մոտիկ։ Հարմար է ձեզ, այստեղ նստեք կամ կողքս։ Հա, օգնեմ ձեզ։ չէ Օգնեմ ձեզ։ ոչ Դուք նստեք ստեղ, որ բոլորով խոսենք իրար հետ, էլի։ Դուք նստեք, ասել ստեղ նստեք։ Պոեզիա է, մասճարտարապետ։ Բոլորով մասնակցենք էլի այս խոսքին։ ինչու եք տեսնում կապանը Հրաշալի ես կապանը շատ եմ սիրում։ Հետո Հա, կներեք, ասեք, ահա։ քննարկեց բան, վերջը Նժդեի շահամարերի ճարտարապետն է, հա։ Հիմա պատմում է թե Շանթի ու իր կառուցողական բանավեճը։ Կառուցողական բանավեճ։ Այո, երկրորդ։ հետո մի խոսքով քննարկեցինք ես էլ ասցի բդի ֆոնի վրա առնիք վերջը այդ խոսքով որպես ճարտարապետ արդեն լավ դու որ ասում ես թող դենց լինի հիմա բոլորը նշտեին նկարում են խոսքովի ֆոնի շնորհիվի արդի կարելի Կանապետյաները դանին տնին հա հրապետին գորում դեվել իր չայատում դե Գևորգյանը հաղթեց Շատ լավ սնունդ եղավ, իսականն է, այնց լավ չի կարա։ ընկերո մուտքից սկսած այդ այլովից որ կա որ մոտենում է այդ ձևը գլորը հետո գլորի ծածկումը քանդակի բանը քառակուսի է ինքը հիմա էլ է քառակուս բայց անցում պետք է լինի այդ քառակուսը փոխանցեցի անկյան ու թանկյունից էլ գնաց գլորը Աստիճանաբար Հիմա բանը այդ կապան այցելողները անպայման Ես որ երկու տարի առաջ Հակայի դատարանում դատեր էր դնում, Ադրբեջանում իր տեղականության այս բանը դեմ դատեր էր սկսել,
Հա, դրմյաններ մասնակցում, կապել էր, չէ, խոսել էր, հա, այդ շատ կարևոր մաս է պատմում Շահյանը։ Ներկայացուցիչներ, այդ միջազգային անձանցիները հա, ու Ադրբեջանը հայցեր էր ներկայացրել Հայաստանի դեմ, որպես ու Նիժդեի դեմ մասնավորապես, նիժդեականության դեմ։ Օգտագործել է։ Ու դա բաց դատավարությունը բոլոր կանոններ, ու մեկ էլ որ չի տեսնում այս կապանում այդ հուշահամալիրը նկարով Հագայի դատի ընթացքում ցույց են տալիս, իհարկե Երևանի Նիժդեի արձաններ կար, բայց ասում ոգիս փառավորվեց էլի որ Նիժդեի ընկնեցել։ Չէ, հիմա շուքի հետ կռվում են, չէ։ 2024 թիվն է 120 տարի անց այդ մարդու անելիքներից 120-ից ավելի տարի անց ու դրանց պահանջում էին քանդել, որ դա ֆաշիստական ավան, դա իհարկե Կարողացան, ոչ մի ձև չկա, այդտեղ չհաղթեցին։ Այդ հասկանում ես էլի Նիժդեի դերը նշանակությունը նիժդեականությունը ինչ է էլի։ Բայց ասա, որ այդտեղ մենք ինչու հաղթեցինք։ Մենք ինչի հաղթեցինք։ Լիպարիտ Դրմյանի շնորհիվ, որ այդ պահին պետությունն էր ներկայացնում, բայց մեր խնդիրը միշտ եղել է, որ պետության առանձին համակարգերում եղել են հայրենասեր մարդիկ, որոնք իրանց ուսերին տարել են ամեն ինչ։ Հենց բայց պետությունը պետք է համակարգել։ Ցանկացած մարդու պետությունը։ Հա, բայց ես եմ պետությունը, այդ ասածն էլ լավ չի։ Ես ուրիշ բան եմ։ Հա, Ցանկացած քաղաքացի պետության մի բանն է, այն մասնիկ։ այո, մասնիկն է, պտուտակն է, այո, այո։ Այդ էս մի շատ կարևոր պտուտակ կար այդ ժամանակ, որ ձեր համագործակցության շնորհիվ դա իջի։ Շահինի հետ համագործակցել են իրար հետ, քանի որ Շահինը շատ լավ տիրապետում է ԺՀ-ի ուսմունքներին, նժդեականությանը, Մարակ մեր դա միջազգային այդ մեր գործընկերը որ կա, Լիպարիտ Դրմյան, արագ կապվել են իրար հետ, հիմնավորումները ներկայացրել են, Ադրբեջանը պարտվել է։ Պատկերացնի պարոն Թաթոն, այդ ժամանակ որ դե պետության նկատմամբ իշխանությունների նկատմամբ միշտ թերահավատ վերաբերվում։ Այս իշխանությունը բնականաբար չի կարծում, որ Լիպարիտ Դրմյանը կապնվել էր իմ հետ այդ ամենասկզբից դնելով այդ Բարսեղյան Պաշտոնյան։ Մի տեսակ որպես բաներ առաջացել։ Այս ինչից է։ Սա ինչ որ մի բան են Հետո որ լսացինք, հետո Բա իշխանության հետ կապ չի ունեցել, այդ իր մասնագիտական քայլն է եղել։ Դորս տանցախ դերում կլաս։ Դե, մտողը ծառից հեռու չի Դա մնա, չէ՞։ բնական է, տենց պատել։ Չէ, ֆարկաս, Հա, այո։ գնում։ Շատ հետաքրքիր զրույց է։ Այս պատմությունը շատ Ես չգիտեի, որ ձեր այս կարևոր է սարը։ Դերը որ ունեցել եք, շատ ձեզ շնորհակալություն։ Այ չէ, այդպես բան է կա։ Իսկ հիմա լիքը մարդ նայի շատ կուրացանալ կզարմանա։ մեր համայնքի ամենակարևոր Ձեր նման մարդկանցով է, հենց հարուստ Քաղաքացիները Ապրեք վստահ շնորհակալ նայեն, եք շատ։ շատերը կնած կզարմանան։ Հաջողություն ձեզ, լավ եք, Աստված առողջություն տա։ Լավ եք։ Հանդես գալի Գրիբայետովի աճումը Ահա, դեպի Երևան գնում եք Հա. սովխոզը որ կա մեր Այո։ ապրենդեի Ահա. Արծվանիկ, հա, վերևով, հա։ Հա ներքև որ գնում եք Երևո, Արծվանիկ, այս մյուս կողմը։ Հա, Բարձանում վերևով, հա, այդ եմ ասում։ Գնացի հուշակարդն որ այստեղով տեղափոխվել է ասիստվական էլի Հա, հա։ Գրիբայե